Հիմա բացման խոսքով հանդես գար Ղազարյան հերթը, այնուհետև իրենք հետո խոսքից շարունակեն եւ պատերազմի մասնակիցները ովքեր մեդալներ եւ ցուցանիշներ են ստացել, բոլորս կներկայացնենք թե ինչի համար ենք արժանացել այդ պատվին ու որպես բողոքի նշան կդնենք կառավարության շենքի դիմաց։ Հիմա լսենք Ղազարյան Ովսեփին։ Բարև ձեզ։ Ուրեմն այս կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալների չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել, իր սխալները արդարացնելու համար փորձում է զրոյացնել դա եւ մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս խայտարակության դեմ ես իմ մարտական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները 44-օրյա պատերազմի ժամանակ հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար եւ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Շքանշանները ստացել ենք եւ Արցախի հանրապետության նախագահից եւ Հայաստանի հանրապետության նախագահից։ Ես կհանձնեմ իմ մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը եւ մարտական ծառայություն շքանշանը։ Քանի մասնակից է հիմա հանձնել։ Այս պահին 7 մասնակից կհանձնի։ Բայց այդ շքանշանները ձեր ծառայության դիմաց են տվել ու պետությունն է տվել։ Ինչ եք հիմնացնում դա իշխանավորների հետ։ Տեսեք, այս իշխանավորները, ով պետության գլուխն են հիմա, ուղղակի այդ պայքարի գաղափարը ոչնչացնում են, ուղղակի զրոյացնում են, եւ մենք այս քայլով ուզում ենք ասենք, որ բողոք ենք արտահայտում դրա դեմ ու ասում ենք, որ մենք պայքարելու ենք, այս քայլով մենք ասում ենք, որ պայքարելու ենք, որպեսզի սա տեղի չունենա այլևս։ Այսինքն քայլեր են հաջորդել։ Այո, հաջորդիվ դուք կիմանաք արդեն։ Հիմա ես էլ իմ խոսքը կասեմ, որից հետո մասնակիցներով կներկայացնենք ով ինչի համար է ստացել ու կլսենք արդեն ձեր հարցերը, որին կպատասխանենք։ Նախ սկսեմ նրանից, ինչի համար ենք եկել այս եզրահանգմանը, ինչու այսքան տարի հետո։ Հայաստանի երրորդ հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքով, որին արդյունքում էլ 30 տարի շարունակ տարածաշրջանում ունեցել ենք թե քաղաքական, թե ռազմական, ինչու ոչ նաև աշխարհաքաղաքական ազդեցություն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո մենք սկսեցինք պարբերաբար զիջել թե տարածքային, թե արժեքային ամբողջ համակարգը։ Եվ դրանով այդ փաստաթղթի ստորագրումով ամեն ինչ չվերջացավ, այլ սկսեցին հրաժարվել պայքարի ձևերից, ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից եւ պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր այստեղ ես իմ մարտական ընկերների հետ եկել ենք ի նշան բողոքի ձայն բարձրացնելու, դրա միջոցն է մեր մեդալները եւ շքանշանները ետ վերադարձնելը ու ասել, որ այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային եւ ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումը իրենց կողմից։ Հիմա առաջինը ես կներկայացնեմ իմ պարգևները։ Սա Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ է, որը ստացել եմ 2012 թվականին ժամկետային ծառայության ժամանակ միջդիրքային հատվածում հակառակորդի սպային մահացու վիրավորում հասցնելու համար պարգևատրվել եմ ՊՆ նախարարի կողմից։
Դրաստամատ Կանայանի գերատեսչական մեդալը ստացել եմ 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու համար նորից պաշտպանության նախարարի կողմից։ Մարտական ծառայության մեդալը ստացել եմ նորից կամավորական հիմունքներով Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից լինելու համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը ստացել եմ Արցախի նախագահի կողմից նորից 44-օրյա պատերազմին մասնակցելու համար։ Այս ամենաանհասկանալի մեդալն է։ Համագործակցության համար մեդալը ստացել եմ 22 թվականին Արցախից գալու եւ ջերմուկյան դեպքերին մասնակցելու համար ՊՆ նախարարի կողմից։ Այսքան էլ երևի կամավոր Այսինքն դուք հենց կառավարություն եք վերել, որովհետև ձեր նշված քաղաքականության պատասխանատուն հենց Փաշինյանն է, ոչ թե այն անձիկ, ովքեր ձեզ այս մեդալները տվել են։ Ոչ, ես չեմ ասում մեդալները թե ինչի համար։ Ինչու կառավարության։ Ինչու կառավարության, որովհետև պատասխանատուն կառավարությունն է եւ իշխող քաղաքական ուժը, քանի որ քաղաքական ուժի վերևում գտնվող ասել Գեգամ Մանուկյանի շեֆը Նիկոլ Փաշինյանը իրանց քանի քաղաքական արտահայտություն արել է, այդքան մենք տարածքային կորուստներ եւ զոհեր ենք ունեցել։ Դա սկսվել է այն դեպքից, երբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Հայաստանը Արցախ է եւ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արդյունքում ունեցան 44-օրյա պատերազմը, տարածքային կորուստներ եւ 4000 զոհ։ Հաջորդը եղավ այն գիծը, որ ասեց ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի, բայց այդ արժե համակարգի պղծումը ինքը սկսեց։ Մյուսը այն էր, որ ասեց միջանց չի լինելու եւ դա մեր համար կարմիր գիծ է, ու այսօր արդեն քննարկվում է մեր ինքնիշխան տարածքով հակառակորդ պետության մեքենաների ճանապարհ տրամադրելը եւ խոսում է իրական Հայաստան տերմինից, ուզում եմ հիշեցնել, որ իր այսպես ասած իրական Հայաստանի սուվերեն տարածքում էր, երբ 2022 թվականին մարտական դիրքում հայքին խեղվեց, ինչպես նաև ծնկի եկած անզեն 18-ամյա զինվոր զինծառայողներ գնդակահարվեցին։ Այդ էլի նույն իրական Հայաստան ասած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մարտական դիրքերում էր, որտեղ հակառակորդը առաջ խաղացում է գրանցել եւ հասել ջերմուկի մատույցներին։ Դա ինչու համար եմ շեշտում 18 տարեկան զինվորներ, որովհետեւ ինքը նոր թեզ է առաջ բերել, որ չպետք է մեր 18 տարեկան երեխաները դիրքում կանգնեն, նախ երեխաներ չեն, երբ որ համազգեստ են կրում, արդեն դառնում են հայրենիքի պաշտպան զինվոր են նրանք։ Այդ 22 թվականի սեպտեմբերի 13-ի զոհվածների հիշատակի օրը, երբ նրանք ֆեստիվալ անցկացրեցին անտեսելով զոհերի հիշատակը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին չհիշեցին Արցախի հայաթափման գործընթացի մեկնարկը, որին ես ներկա եմ եղել եւ մինչեւ վերջին օրը պայքարել եմ Արցախի անկախության համար, ու ես այդ ազատության կորուստը զգացել եմ, երբ գլխիկոր դուրս եմ եկել Բերձորի անցակետից։ Այս պատմությունը կոպիտ ասած մի անգամ արդեն տեսել եմ եւ չեմ ուզում, որ դա կրկնվի, ու պայքարելու ենք, ես եւ իմ ընկերները մինչեւ վերջ պայքարելու ենք ու հասնենք նրան, որպեսզի հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը, պայքարելու ոգին։ Դուք սահմանազատման գործընթացների ժամանակահատվածում բավականին ակտիվ էիք եւ այն ժամանակ քրեական գործ էր, հա, հիմա խոսեմ դրա մասին։ Ինչի համար եմ ընտրել այս պայքարի միջոցը, որովհետև ես եւ իմ ընկերները չենք ուզում մեր սերունդներին ու Հայաստանի Հանրապետությանը
հայ ժողովրդին, ոչ թե ասել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ժողովրդին, այլ հայ ժողովրդին թողնել նրա ստորագրած ստորացուցիչ փաստաթուղթը, այլ ուզում ենք ժառանգություն թողնել մի արժե համակարգ, որին մեր սերունդները, որի համար նորից պայքարելու են։ Այս պայքարի ձևը լավ ուրիշ չի, որ ընտրել ենք, որ մենք հրաժարվում ենք մեր ամենաթանկից, մեր ձեռք բերածից, ինչի համար զոհվել են նաև հազարավոր մարդիկ, դրանց թվում նաև իմ մարտական ընկերները, որոնցից 6-ը միայն Արցախի հերոս են եղել։ Անցած տարի միակողմանի սահմանազատման եւ գյուղերի զիջման համար պայքարին ես եւս եղել եմ նոյեմբերյանի շրջանում։ Խաղաղ ակցիայի ժամանակ սադրանքին հետևանքով ազատագրվել եմ 1 ամսով։ Հիմա մենք ընտրել ենք այս միջոցը պայքարի ուղի ու սա շարունակական է լինելու եւ մենք ետ չենք կանգնելու մեր դիրքորոշումից։ Պետրոսյան Արման։ Հիմա տղաները Ղազարյան Օսեփը ներկայացրեց, Նավասարդյան Հայկը կգա։